Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար 5 պայման են ներկայացրել Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները։ Լոնդոնում գագաթնաժողովի ժամանակ Զելենսկին, Սթարմերը, Մակրոնն ու Մերցն են երկարատև խաղաղության սկզբունքների մասին համատեղ հայտարարություն արել։ Առաջինը Ռուսաստանը համաձայնում է անհապաղ և համապարփակ հրադադարի։ Երկրորդը ներկայիս շփման գիծը պետք է լինի բանակցությունների մեկնարկային կետը։ Երրորդը Ուկրաինան պետք է իրավաբանորեն պարտավորեցնող անվտանգության երաշխիքներ ստանա, երբ հրադադարն ուժի մեջ մտնի։ Չորրորդը արևմտյան երկրները ռուսական ակտիվները սառեցրած կպահեն այնքան, քանի դեռ Մոսկվան չի փոխհատուցել Ուկրաինային պատերազմական վնասները։ Եվրոպան պետք է ձայն ունենա ցանկացած համաձայնագրում։ Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին վերաբերող որոշումներն առանց անդամպետությունների և դաշնակիցների համաձայնության չեն իրականանա։ Փորձագետների կարծիքով, վերջին կետով 3 եվրոպացի առաջնորդները հակադարձել են Մոսկվայի այն պնդմանը, որ Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին միանալու ձգտումից։ Լոնդոնում նաև ողջունել են Միացյալ Նահանգների և Եվրոպայի ակտիվ մասնակցությամբ Ռուսաստանի հետ ուղիղ բանակցելու Զելենսկիի ծրագիրը։ Օրեր առաջ էր Զելենսկին բաց նամակ ուղարկել Պուտինին, առաջարկելով դեմարդեմ բանակցություններ սկսել։ Պուտինը պատասխանել էր, որ Ուկրաինայի նախագահի հետ հանդիպելու անհրաժեշտություն հիմա չի զգում։ Պետդումայի նախագահի խոսքով էլ Զելենսկին այլ ընտրանք չունի, քան նամակներ գրելը։ Զելենսկին անօրինական նախագահ է։ Ինչ վերաբերում է նամակներ գրելուն, ապա հավանաբար այլ տարբերակ չունի։ Կիևի և եվրոպական եռյակի համատեղ հայտարարությանը Պուտինի խոսնակն է արձագանքել, թե դժվար է պատկերացնել, ինչպես կարելի է հիմա բանակցել Կիևի ռեժիմի հետ։ Լոնդոնում եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից մի քանի ժամ անց Կիևն ու Մոսկվան զոհերի ու վիրավորների մասին են հայտնել։ Ռուսական հարձակման հետևանքով Զապորոժիայում զոհվել է 5, վիրավորվել 14 մարդ, հայտնում է ուկրաինական կողմը։ Ռուսաստանը ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին է հայտնում։ Գիշերը հարվածներ են եղել Մոսկվա-Սիմֆերոպոլ գնացքին, մեքենավարը վիրավորվել է, նրա օգնականը մահացել։ Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Սև և Ազովի ծովերի վրա խոցվել է 310 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Դոնեցկի Խիմիկ գյուղն էլ անցել է ռուսական զորքի վերահսկողության տակ։ Մարիամ Ամիրջանյան, Էլենիա Հինյան, Հայլուր։